Եվ երեք ինչքան է Պահի դավջան, պահի և միանցել տազոտություններ է անցել։ Միպը իպաշտոն է, ինքն է պարտավոր գործել այս իրավիճակում։ Եվ մենք պահանջում ենք, որ միպը մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը իրականացնի իր գործառույթը։ Եթե ձեզ ընդունեն կգնաք հանդիպման այսպես։ Մենք ավարտենք մեր ակցիան եւ լրագրողների հարցերին կպատասխանենք, շնորհակալություն։ Սիրելի լրագրող ընկերներ, հարգելի քաղաքացիներ, այսօր Նարեկ Սամսոնյանի հացադուլի 11-րդ օրն է եւ մենք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առջեւ ենք խորհրդանշական ակցիայով ցույց տալու համար, որ 11 օր շարունակ մարդու իրավունքների պաշտպանը որևէ քայլ չի ձեռնարկել Նարեկ Սամսոնյանի հացադուլի առնչությամբ։ Հրապարակային որևէ հարտահայտություն հայտարարություն չի եղել, արտահերթ զեկույց չի հրապարակվել։ Որևէ մեկը ՄԻՊ-ի գրասենյակից Նարեկ Սամսոնյանին առ այսօր չի այցելել։ Վերջում 3 գիշերն եմ Նարեկին տեսակցել, երեկվա դրությամբ որևէ մեկը դեռ Նարեկ Սամսոնյանին այցելած չի եղել։ Մենք հայտարարում ենք, որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մանդատի մեջ է մտնում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը։ Մենք չենք պահանջում որևէ քայլ իրականացնել, եկել ենք զուտ արձանագրելու, որ մարդու իրավունքների պաշտպանը 11 օր շարունակ լռում է Հայաստանում աղաղակող ապօրինության առնչությամբ։ Էլ չենք խոսում նախորդ 2 ամսվա կալանքի մասին, որի վերաբերյալ հրապարակային բոլորիդ աչքի առաջ եղել է, թե ինչի համար են Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորված խոսքի ազատության համար։ Եվ ինչպես է նրանց կալանքը եւս 3 ամիս ժամկետով երկարացվել։ Այս խայտառակ ապօրինության համատեքստում Նարեկ Սամսոնյանը դատարանի դահլիճում հայտարարել է անժամկետ հացադուլ եւ արդեն 11-րդ օրն է գտնվում է անժամկետ հացադուլի մեջ։ Ինչպես գիտեք, ինչպես պաշտպանները հայտնել են, Նարեկ Սամսոնյանը ունի նաեւ լուրջ առողջական խնդիր։ Բժիշկը ցուցել է նրան անհապաղ վիրահատական միջամտություն իրականացնել։ Եվ այս համատեքստում հաշվի առնելով թե հացադուլի հանգամանքը, թե նրա առողջական խնդիրը, մենք ահազանգում ենք, որ Նարեկ Սամսոնյանի առողջությունը վտանգված է։ Նարեկ Սամսոնյանը 11 օր շարունակ որևէ բան չի կերել, նրա օրգանիզմը հյուծվում է։ Դրան գումարվել է առողջական լուրջ խնդիրը, եւ այս 2 հանգամանքները իրար հետ գումարած լուրջ առողջական վտանգ են ներկայացնում նրա կյանքի համար։ Մենք այստեղ ենք արձանագրելու, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի լռությունը հավասարազոր է հանցակցության։ Մենք այստեղ ենք արձանագրելու, որ Նարեկ Սամսոնյանի առողջությանը եւ կյանքին սպառնացող վտանգի հետևանքները կրում են ինչպես Հայաստանի իշխանությունները, ինչպես Հայաստանի դատական համակարգը, այնպես էլ բոլոր այն իրավասու պաշտոնյաները, որոնք պետք է արձանագրեին, խոսեին, բարձրաձայնեին հարցի մասին, բայց մինչ օրս լռում են։ Եվ այդ շրջանակներում առաջնային մանդատ ունեցող մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Ձեր առջև է 11 օրվա սնունդ, որը կարող էր բազմապատկվել 2-ով եւ 3-ով, հաշվի առնելով, որ կարող էր դա տեղի ունենալ մարդու սննդակարգը միայն 1 անգամով չի սահմանափակվում, հա, 2-3 անգամով է սահմանափակվում։ Մենք այստեղ ենք ցույց տալու, թե ինչ հանգամանքներում է Նարեկ Սամսոնյանը բանտում, իդեպ նա իր առողջական խնդրի եւ հացադուլի պայմաններում իր գտնվում է պատժախցի պայմաններում։ Բոլորը տեղյակ եք, որ 3 կտրուկ վատացել էր Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը եւ նա տեղափոխվել էր Էջմիածին բժշկական կենտրոն։ Սա եւս լրացուցիչ հանգամանք չհանդիսացավ, որպեսզի ՄԻՊ-ը կետ 1 տար արտահայտի, բարձրաձայնի։ Ուզում եմ խոսել ՔԿՀ-ի պատժախցային պայմաններում մարդու առողջությանը հնարավոր լուրջ վտանգների, սպառնալիքների մասին։ Երեք, երբ Նարեկ Սամսոնյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նրա պուլսը չափել են, այսպես ասած, ճնշումը չափել են եւ արձանագրել են, որ կարող է լինել նախաինֆարկտային վիճակ, բուժ հաստատությունը ահազանգել է շտապօգնություն։ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը վատացել է ժամը 13:00-ի դրությամբ։ Շտապօգնությունը բուժ հաստատություն հասել է ժամուկես անց, 2:30։ Իսկ Նարեկ Սամսոնյանի հիվանդանոց հասել է ժամը 3-ի դրությամբ։
Այսինքն նախաինֆարկտային վիճակում գտնվող մարդուն 4 ժամ է անհրաժեշտ, որպեսզի նա քրեակատարողական հիմնարկից հասնի բուժ հաստատություն։ Խնդրում եմ պատկերացրեք, թե ինչ կարող է տեղի ունենալ քրեակատարողական հիմնարկում գտնվող ցանկացած անձի հետ, ով առաջնային բուժօգնությանը հասնում է վատ զգալուց հետո 4 ժամ անց։ Այս հանգամանքները դետալային կերպով ներկայացնում եմ, որպեսզի պատկերացրեք, թե ինչ կարող է տեղի ունենալ Նարեկ Սամսոնյանի հետ հացադուլի 11-րդ օրը առողջական լուրջ խնդրի առկայության պայմաններում եւ այն բժշկական ապահովության բժշկական սպասարկման պայմաններում, որը հնարավոր է իրականացնել քրեակատարողական հիմնարկում։ Սրա մեղավորությունը բնավ քրեակատարողական հիմնարկինը չէ։ Սրա մեղավորությունը այդ թվում եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է, որովհետեւ ի գիտություն հարգելի լրագրողներ, շաբաթ եւ կիրակի օրերին քրեակատարողական հիմնարկում կոնկրետ արմավիր քրեակատարողական հիմնարկի 1100 անձնակազմ ունեցող հիմնարկին սպասարկում է ընդամենը 2-3 բուժակ, ֆելշեր այսպես ասած։ Այդ օրերին բժիշկ 1100 հոգանոց հաստատությունում չկա։ Մի բան ասելիք չունի այս առումով։ Մի բան անելիք չունի այս առումով։ Կարող եք պատկերացնել, թե ինչ կարող է լինել մարդու իրավունքների Խնդրեմ, մարդու իրավունքների պաշտպանը ոչ միայն անելիք չի տեսնում Նարեկ Սամսոնյանի հացադուլի եւ հրատապարոշության առնչությամբ։ Հավանաբար տեղափոխվում են, որպեսզի իրենց ընդմիջումը իրականացնեն, հարգելի լրագրողներ, ժամը 12-ին մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ընդմիջում է։ Նարեկ Սամսոնյանի 11 օրվա չկերած ուտելիքը իրենք կուտեն իրենց ընդմիջման ընթացքում։ Եվ կուշտ փորով կշարունակեն լռել Հայաստանում ապօրինությունների մասին, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խայտառակ բռնաբարության մասին, Հայաստանում առաջնային բուժօգնության խնդիր ունեցող մարդկանց նկատմամբ անտարբերության մասին։ Նորից հայտարարում եմ, ժամը 12-ից մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ընդմիջման ժամ է, խնդրում եմ, վայելեք Նարեկ Սամսոնյանի չկերած 11 օրվա ուտելիքը, վայելեք, հույս ունեմ ձեր կոկորդով այդ ուտելիքը իսկապես կգնա։ Հույս ունեմ այդ ուտելիքը 11 օրվա չկերած ուտելիքը ընդմիջմանը դուք կվայելեք ամենայն մեծ բավականությամբ։ Միայն թե Ինչպես տեսնում ենք հարկի հետևողներ, ՄԻՊ-ի գրասենյակից եկան եւ ուտելիքը հավաքեցին այս ակցիայի։ Տրամաբանությունը հուշում էր, գոնե հիմա կփորձեի բանջարաբանում տալ։ Ավարտենք եւ պատասխանենք լրագրողների հարցերին։ Հարգելի գործընկերներ, ես այստեղ կանգնեմ, որ բոլորից համար ավելի լավ տեսնենք։ Հիմա ես հակել մոտ։